Բարև ձեզ, եթերում օրվան փոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին։ Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ խոշոր գումար վճարելու դիմաց զինապարտ քաղաքացիները ոչ թե 2 տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն։ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելու զուգահեռ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում։ Պատգամավորն առաջարկել էր 2 տարվա փոխարեն 1 ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի 6 ամիս հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Պաշտպանության նախարարությունն առաջարկելով փոփոխություններ նախագծում նշում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ, իսկ զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալ է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով Հայկ Սարգսյանն ընդունել է ՊՆ-ի առաջարկած փոփոխությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը։ Պետքարտուղարը շեշտել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի կարևոր բաղադրիչ է, որը ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն։ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն, ասել է Ռուբիոն։ Ամերիկայի հայդատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը, մասնավորապես նրա հավաստիացումը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան եւ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի լեջերում վիրավորանքներով արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին եւ իր խոսքով հորինված պատմություններին։ Այս անգամ Հակոբյանը գրառում է կատարել իր արձագանքների մեկնաբանությունների վերաբերյալ։ Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները եւ իսկապես վատ եմ զգում։ Այ ես ձեր ցավը տանեմ, մի վախեցեք։ Ինչու եք վախենում։ Ինչից եք վախենում։ Ինչ ֆիզիկական հաշվեհարդար, ինչ քաղաքացիական պատերազմ։ Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայոյում եք ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոս ու չգիտեմ ինչ աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներից ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուների տակ ոսկոր չկա։ Ինչ ուզում եք, ասում եք ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։ Ու ինչ։ Ոչինչ, բա հիմա ինչու եք վախենում, դժգոհել է Հակոբյանը, նշելով, որ այս մարդկանց հետ խոսում է իրենց լեզվով։ Աննա Հակոբյանը հավելել է, որ իրեն քննադատողները ստիպված են կրթվել։ Իրականում ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպված եք կրթվել, պարտավոր եք կրթվել, նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք։ Եզրափակել են նա։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ կառավարության համար այլ օրակարգ չկա։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանն ու դրանից բխող գործողություններին։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու չկա, շեշտեց Պապոյանը։ Նշենք, որ մարտի վերջին ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին Եվրաքվեի օրինագիծը, սակայն Հայաստանի եւ հայ ժողովրդի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ ռուս պաշտոնակցի հետ ասուլիսին հայտարարեց, Հայաստանը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, ավելին շեշտեց այդ ուղղությամբ բանակցություններ էլ չեն տարվում։ Ադրբեջանում գործող Կովկասի մուսուլմանների վարչությունը այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է Երևանի մասնաճյուղ Ղազիյաթ ստեղծել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ադրբեջանի եւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե իբր այս հաստատությունը Երևանում ոչ թե ստեղծում է, այլ վերականգնվում, քանի որ այն գործել է ցարական Ռուսաստանի ժամանակ եւ վերածվել խորհրդային տարիներին։ Երևանի Ղազիի պաշտոնում ընտրվել է Բախթիար Նաչաթովը։ Ադրբեջանի պատմական կեղծարարությունները նոր մակարդակի հասցնելով Փաշազադեն հայտարարել է, թե իբր Էջմիածինը պատմական ադրբեջանական տարածք է։ Օրագիր նյուզի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս մասնաճյուղի բացումը իրական սպառնալիք որակեց, այն համարելով Նիկոլ Փաշինյանի թուրքամետության հետևանքը։ Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուս-հայկական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների եւ ուսանողների, ինչպես նաեւ փորձագիտական հանրության առջեւ, ինչպես նաեւ հանդիպել է հայրենակիցների հետ ռուսական տանը։ Հաղորդում է, որ ռուսական տանը Լավրովին թթու դրված կաղամբ են նվիրել։
Մալականները նախարարին կաղամբի թթվով լի փայտետակառ են նվիրել, իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել, նշված է ռուսական տան տարածած հաղորդագրության մեջ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիայի ստորագրումից հետո կառավարության եւ ազգային ժողովի վարչական շանքեր ներխուժած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Նախաքննության ընթացքում ըստ հաղորդագրության պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած եւս 9 անձի ինքնությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ խմբի կազմում բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը մոտեցել են կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, այդ ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան եւ հարակից պատուհանների ապակիները, ապա վնասելով բացել են մուտքի դուռը եւ մուտք գործել կառավարության շենք, որտեղ շարունակել են զանգվածային անկարգությունների կատարումը։ 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով, այն է զանգվածային անկարգություններին մասնակցել է։ Նրանք հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ներկայումս նախաքննությունը շարունակվում է։ Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարն ասում էր, իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։ Իսկ Ալիևն էլ ասում է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչը պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ միջանցքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցք ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-ից 4 տարվա ընթացքում։ Այսօր մայիսի 22-ին առանձնակի դաշնությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում ժամը 06:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները բացելով տան դուռը մուտքի մոտ հատակին հայտնաբերել են տղամարդու մարմին, առնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօր վաղ առավոտյան ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել, նետվելով Երևանի հաղթանակի կամրջից։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ վերջինս էջմիածնում սպանված տղամարդու որդին է եղել եւ ըստ նախնական վարկածի հենց նա էլ դաժանորեն սպանել է հորը։ Շամշյան Քոմի փոխանցմամբ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Սևան Մարտունի Գետապ ավտոճանապարհի 39 կիլոմետրի հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՈՒԱԶ Պատրիոտ եւ Կիա Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց։ Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։